Որսկանն ու նրա կինը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի որսորդ կար, երկու շուն ուներ։ Մի օր շների հետ սարուձոր ընկավ, որսի ման եկավ, շատ ման եկավ, բայց բան չգտավ։ Մութն ընկնելուն վրա հասավ մի տեղ ու մի հրաշքի հանդիպեց, մի վառվող կոճղ, կրակի մեջ էլ մի օձ։ Օձն ասաց. «Գյուղացի մարդ, ինձ կրակից հանիր, քեզ բախտի տեր կանեմ, էս աշխարհում ինչ կա, ամեն ինչ կիմանաս, թեկուզ գազանը խոսի, թռչունը երգի, դու կհասկանաս»։ «Օգնեմ», ասաց որսկանը, բայց ո՞նց։ «Փայտի ծայրը դիր կրակի մեջ, ես նրանով դուրս կգամ»։ Որսկանն այդպես էլ արեց, օձը դուրս եկավ։ «Շնորհակալ եմ, գյուղացի աղբեր, հիմա կիմանաս, թե ամեն արարած ինչ է խոսում, մենակ թե ոչ մեկին չասես, հենց ասես, մահդ կգա»։ Որսկանը նորից ընկավ որսի ետևից, ման եկավ ման, գիշերը վրա հասավ։ Տունը հեռու է, մտածեց նա, արի էստեղ գիշերեմ։ Կրակ արեց, շների հետ պառկեց կրակի մոտ ու մեկ էլ լսեց, որ շներն իրար հետ զրույց են անում ու մեկը մյուսին աղբեր են ասում։ «Դե աղբեր», ասաց մեկը, «դու մնա մեր տիրոջ կողքին, ես վազեմ տուն աջ քածեմ, հանկարծ գողերը չգնան վրա տան»։ «Աստված քեզ հետ, աղբեր, գնա», պատասխանեց մեկ էլը։ Առավոտ կանուխ շունը տանից վերադարձավ ու էն մեկին, որ անտառում մնացել էր, ասավ. «Բարև աղբեր, բարով եկար, գիշերը լավ անցկացրիք»։ «Փառք Աստծո, բա դու աղբեր, տանը լավ քնեցի՞ր»։ Շատ վատ, հասա տուն թե չէ, տանտիկինն ասավ. «Առանց տիրոջ էս որ սատանան սրան տուն բերեց» ու վառած հացի քարթուն շպրտեց երեսիս, ես էլ հոտոտեցի, բայց չկերա։ Էս բանի վրա տանտիկինը խաչերկաթը ձեռն առավ ու տուր թե կտաս, կողերս ջարդեց, գիշերն էլ կողերը երևացին, ուզեցին ամբարներին մոտ գան, թե չէ հոմի հաչոց չդրի աղբեր, հո կատաղածի վրա չտվի, սրանք ամեն ինչ թողին ու պոկ եկան, հազիվ գլուխները պրծացրին, էդպես էլ ամբողջ գիշերն անցկացավ։ Որսկանը շների զրույցը լսում է ու մտքում որոշում, որ հասնի տուն կնկան նախատի։ Եկավ տուն հասավ։ «Բարև տանտիկին»։ «Բարև տանտեր»։ «Երեկ շունը տուն եկավ»։ «Եկավ»։ «Ուտելու բան տվել ես»։ «Տվել եմ, սիրելիս, կաթի մեջ բրդած հաց եմ տվել»։ «Մի խաբի, ջադու պառավ, դու նրան վառած հացի քարթու ես տվել ու խաչերկաթով էլ թակել»։ Կինն իր մեղքը վիզն առավ, բայց ինքն էլ կպավ ամուսնու վզից, թե ասա հա ասա, էդ ոնց իմացար։ «Չէ, չեմ կարող», ասաց մարդը, «չպիտի ասվի»։ «Ասա սիրելիս ու վերջ»։ «Երդվում եմ, ասելու չի», ասավ ամուսինը։ «Չէ, դե ասա հարազատս»։ «Ասեմ, մահս կգա»։ «Ոչինչ, մենակ թե ասա էլի հոգիս»։ «Կնկա հետ ինչ գլուխ դնես, որ մեռնես էլ պիտի ասես»։ «Դե տուր սպիտակ շապիկս», ասաց ամուսինը։ Սպիտակ շապիկը հագավ, պառկեց սրբապատկերի տակ, մեռնելու պատրաստությունը տեսավ ու սկսեց ամբողջ եղելությունը կնկան պատմել։ Դեռ չպատմած հավերը լցվեցին տուն, ետևներից էլ աքլորը հասավ ու մեկ սրան խփեց, մեկ նրան կծեց, հետն էլ թե «Ես ձեր հախից հիմա կգամ, բա հո մեր տիրոջ պես հիմար չեմ, ուզենամ,
բոլորիդ բմբլահան կանեմ։ Որսկան այս խոսքերը լսեց, թե չէ, վեր թռավ պառկած տեղից ու մտրակով կնկան տուր, թե կտաս։ Կինը խրատվեց ու այլ մարդուն ոչ նեղեց, ոչ էլ հարցեր տվեց։